9-րդ անգամ անցկացվող Digitech բիզնես ֆորումի օրակարգն ընդգրկուն է մարդկային ռեսուրսների կառավարման հարցերից մինչև ռազմաարդյունաբերություն։ Հունիսի 17-ից 18-ն անցկացվող համաժողովը մեկ հարկի տակ է համախմբելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ եւ արտասահմանցի մասնագետներին։ Ֆորումը մեկ նպատակ ունի՝ խթանել Հայաստանի տնտեսության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների ներդրմանը։ Հայաստանը ըստ էության ոլորտի շուրջ 70%-ը արտադրանքի արտահանվում է եւ մեր խնդիրը միշտ եղել է նաեւ խթանել ներքին օգտագործումը, այսինքն որպեսզի մենք ոչ միայն այլ շուկաների համար լուծումներ տանք, այլ նաեւ մեր շուկաների եւ մեր սպառողի կյանքը, այսպես ասեմ, լավացնենք եւ հեշտացնենք։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը տեղեկացնում է. Digitech-ի քննարկումների ժամանակ փորձելու են գտնել պետություն մասնավոր գործակցության համար իրագործելի մոդելներ։ ՏՏ ընկերությունները կներկայացնեն հենց ֆինանսական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, կիբերանվտանգության հարցերի, այսինքն ֆորումը ինքը շատ տարբեր ճյուղերել է ծածկում եւ հույսով ենք, որ կունենանք լավ քննարկում թե բիզնեսի ներկայացուցիչների, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների, որտեղ կներկայացնեն ՏՏ-ի ներդրումը եւ օգտագործումը նաեւ բիզնեսի այլ ճյուղերում։ Ռազմաարդյունաբերության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների ներդրման գաղափարը միավորել է ավելի քան 300 մասնագետի։ Ոլորտը Digitech-ի օրակարգում է։ Իսրայելի օրինակով ինչպես կազմակերպենք պաշտպանված գիտահետազոտական կենտրոններ, այսպես ասած ռազմական ինկուբատորներ։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է կիբերհանցագործությունը մի կողմից սպառնալիք է երկրի անվտանգության համար, մյուս կողմից անհրաժեշտ է պաշտպանության նպատակով սեփական կիբերձենքերի կիրառումը։ Այդ ոլորտը դառնում է սպառնալիք երկրի մակարդակով, որովհետև փաստացի արդեն կիրառվում են հարձակողական մեթոդներ կիբերտարածքում եւ ժամանակն է, որպեսզի Հայաստանն էլ պատրաստ լինի նման զարգացումների։ Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության մասնագետը շեշտում է տեղեկատվական տեխնոլոգիաները կենսակերպի վերածելու ժամանակն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաները չպետք է լինեն միայն զուտ գերակաճյուղ, որը ապահովում է ՀՆԱ-ի բավականին լուրջ տոկոս, այլ պետք է լինի ոլորտ, որը մտնում է մեր տուն եւ կիրառվում է ամենտեղ, ամեն կերպ եւ լավացնում է մեր կյանքը։ Նարեկ Գրիգորյան, Դավիթ Հարությունյան, Առաջին լրատվական։